հայոց լեզու սովորենք Այբուբենը հորինեց, 36 գոհարներ, հայոց լեզվին նվիրեց, 36 գոհարներ, հայոց լեզվին նվիրեց։ Ով մաշտոց աղոթեց, սուպեսիկը հայտնվեց, դերի առավ լույս տարեր, երկաթագիր աստղիկներ, դերի առավ լույս տարեր, երկաթագիր աստղիկներ։ Աստող խոսքը հավատքով, որ մենք կարդանք հայ գրով, Աստող խոսքը հավատքով։ Աղագետը ես ընկճամ, իլը խծկածը խճամա, յանա շպոճը բջրը սվա, լարացավ բակա եվովը։ Յանա շպոճը բջրը սվա, Առաջին դասարացիներ։ Այսօր բոլորիս համար շատ հրաշալի օր է, լուսավոր, պայծառ օր է։ Մեր փոքրիկները դարձել են տառաճանաչ։ Սա իրենց կյանքի առաջին խոշոր տոներից մեկն է։ Տառաճանաչ լինելը նշանակում է դառնալ մարդ, դուք մարդուկներ եք։ Դառնալ մարդ, որ պիտի կարողանաք տառերի օգնությամբ բացել գիտության բոլոր հրաշքների դռները։ Իսկ առանց գիտության, այն էլ այսօրվա դարում ապրել հնարավոր չէ։ Ուրեմն պետք է կարդանք, անվերջ կարդանք, որպեսզի կարողանանք մեր կյանքը դարձնել ավելի հետաքրքիր, ավելի բովանդակալից։ Շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ եւ ձեզ մաղթում եմ հրաշալի պահեր։ 2025 թվական թվում է երեկ էր օրնայք տոնական։ Առաջին անգամ ոտք գրին դպրոց փոքրիկները մեր լուսավոր, իրենց աչուկներով պայծառ։ Անցան ամիսներ, ջանքով, աշխատանքով լի, նրանք տառ սովորեցին գաղտնիքն այբուբենի։ Իրենց ընկեր այբենարանն իմաստուն ճամփա ցույց տվեց, գիտելիքի աշխարհի դուռը բացեց։ Եվ ահա եկել է պահը, տոնն է մեծ հաղթանակի, նրանք գրաճանաչ են արդեն, սա սկիզբն է լավ գալիքի։ Հարգելի ներկաներ, եկեք ջերմ ու չդադարող ծափահարություններով դիմավորենք մեր այսօրվա հերոսներին, արդեն գրաճանաչ առաջին դասարանցիներին։ Yes.
Նրանք ընտրել են արդեն երազանքի իրենց ուղին, արել են առաջին կարևոր քայլը հայ դառնալու ճանապարհին։ Սիրելի ծնողներ, հատակի հյուրեր, այսօր մեր սրտերը լի են արվով և տնական արվատությամբ, որ ուզում ենք կիսել հենց ես հետ։ Վերջապես մենք տարեցինք, արդեն ճանաչում ենք այից մինչև բոլոր տարրերը։ Այո, մենք արդեն տարրաճանաչ ենք։ Ես այնքան ուրախ եմ, որ արդեն կարողանում եմ կարդալ իմ սիրելի հեքիաթները։ Իսկ ինձ համար այնքան աջելի է, երբ կարողանում եմ կարդալ փողոցի ցուցանակները, խանութների անունները։ Ճիշտ է, ու դրա համար մենք պարտական ենք մեր առաջին գրքին, Այբենարանին, ու քանի որ մենք արդեն ամեն ինչ սովորել ենք և արդեն գիտենք, ժամանակն է դրան հրաժեշտ տալու։ Սպասիր, խնդրում եմ մի կայքի ես ենար մի բան մտածեց։ Ինչ մտածեց։ Իսկ ինչ գիտի տարերի հետ և մենք թագենք դիսկը, դրանք չեն տղրի, որ մենք այլևս չենք նայել, այդպես փակված ու մենակ մնալ։ Սպասի, հիմա կտեսնենք ինչ կլինի։ Ողջույն, սիրելի փոքրիկներ, մենք բնավ էլ տխուր չենք, ինչու պիտի տխրենք, սա հրաժեշտ չէ, սա մեր նոր ճանապարհի սկիզբն է, մենք միշտ ձեր կողքին ենք լինելու։ Հիմա մենք կարող ենք միանալ իրար, կանգնել կողք կողքի ու դառնել պարեր, որոնք սովորական պարեր չեն, կարևոր արժեքներ են ձեր ամբողջ կյանքի համար։ Տեսեք, այ այսպես։ Իսկ դուք պատրաստ եք ձեր ողջ կյանքում պահել ու պահպանել այս արժեքները։ Լսեցինք տարրեր, ձեր խոսքն անգին, որպես ուր մի պատգամ և ի պատասխան ձեր մեզ հասմա, ձեր մեր խոսքը հաստատական։ Այո, մենք պատրաստ ենք շելու, ստեղծելու, պահպանելու, պատրաստ ենք լինել արժանավոր մեր դպրոցի ուսուցիչների, ծնողների և մեր հայրենիքի։ Պատրաստ ենք այսօր, պատրաստ ենք միշտ։ Լսեցինք ձեր խոսքը, մեր քաջ սերունդ, ուրախ ենք ձեր վճռականության համար։ Բայց ձեր կյանքի ճանապարհին դուք մենակ չեք լինելու։ Ձեզ պետք է ուղեկից մի իմաստուն խորհրդատու։ Նայեք բեմին, այնտեղ ձեզ է սպասում հայի կյանքի մեծ ու խորհրդավոր գիրքը։ Նրա աջերում մեր քաջ նախնիների շունչն է, նրանց սխրանքներն ու իմաստությունը։ Այն պատմում է մեր ժողովրդի անցած ուղին, փառքով ու փորձությամբ լի։ Այդ գիրքը կենդանի է, այն գրվել ու գրվում է ամեն օր։ Այն նաև ձերն է։ Դուք նրա ժառանգորդներն եք և նրա ապագա էջերը գրողները, ամեն նոր գիտելիք, ամեն բարի գործ մի նոր էջ է ավելացնում այդ անվերջ գրքին։ Այն գնալով հասնանալու է ձեր կյանքով ու ձեր երազանքներով։ Ձեր պարտքն է լավ իմանալ անցյալը, որպեսզի կարողանաք արժանապատվորեն գրել ապագայի էջերը։ Իսկ այժմ բացեք առաջին էջը։ Ցույց տվեք մեզ եւ ամբողջ աշխարհին, թե ինչ եք արդեն սովորել ձեր ճանապարհի սկզբում։ Ապացուցեք, որ դուք պատրաստ եք լինելու այս մեծ պատմության արժանի շարունակողները։ Ահա այն իմաստուն գիրքը, որ էջերը մանանցելի շուրջն է, և ապագա երազանք թերթենք առաջին էջերը։ Եվ ակաշ դնենք մեր նախնիների խոսքին, որը մեզ հասնում է դարերի խորքից։ Այնտեղ տարերի խորքում կանգնած էր մեր քար նախարը, հայք նայրուցի պես կանգնեց ընդդեմ չարմանավայրում և մշտոտելով պաշտպանել մեր ազատությունը, նախթոնակում մեր ժառանգեցինք այս շուրջ փողը և մեր անունը հպարտ հայ։ Մեր նախահայրն է Հայկը Քար, բարձրահասակ
Դաշտում հանդիպեցին երկու սկաները, կորոզվել զրապայթակ ոգով ուշկում։ Հայտնի նետ ուղիղ արձակել կրնական վերիսյուն տողոձը նետ ուտիպակի վոկայխա թակով ուկավ ազդար։ Գավ գետնի և ատոտության արևծավեթային գավտե չարգավրոյի և մեր հողում անդապիրեց։ Եվ հայկի անով քաջու զորավոր մենք կոչվեցինք հայ փառավոր, իսկ մեր երկիր այսօղը հաղթական նրա անով կոչվեց Հայաստան։ Լսեցեք զավակներ հայոց աշխարհին, ես ձեզ թողեցի ոչ թե բացապես կարեր, այլ մի անվան ջահ։ Այս ջահի լույսը ցրելու է գիտության խավարը և լուսավորելու է ձեր ուղին դեպի իմաստություն։ Պահպանեք այս լույսը, փոխանցեք ու լուսավորեք ողջ Հայաստան աշխարհին, և երբեք թույլ մի տվեք որային հարին։ Մենք վերադարձանք, բայց նրա ձայնը չի լռում, այս խոսքերը մեզ հետ են թե տանը, թե դաստարանում, Մաշտոցի պատկամը բարի, դարձել է ուղեկիցը մեր կյանքի ճանապարհի, ու խոսք եք տալի այսօր, անհատ բարեր, մեր լեզուն հավեր։ Ասեմ անգե մեր լեզուն բաղը խավեր բաղերի մեջ, բայց մեր ուսուցիչը մեր պետքավեց ամնատամ ձեր կուզահը, մեր ոսկե տարերը։ Ով մեծագործ, մեծ տոմաշտոց, մեր առաջին բացված դպրոց, ամեն գիրը տանջե ջրակ, մեր հայ պահող աննակ կրակ, մեր առաջին լեզվի տաճար, լուսապատյալ հայոց հանճար։ Դու մեր մեջ բավհացի գյուղեն, մեր շարարդի կարգերի հաղի, շրթումներով մեր մանկական կեցավեպատ ավերժակը։ Ով մեծագործ, մեծ տոմաշտոց, մեր առաջին բացված դպրոց, շրթունքներով մեր մանկական, կեցածապատ հավերժական, ամեն գիր, անձեր ջրակ, մեզ հայ պահող աննար կրակ,
եք հոգի լուսեու բարի, միշոր վարտապետ որ ծավերից գումանսկի համար ու պտշում էր ճաշ կենարար։ Ճամփան կողնար, երրուղը դժվար են քաղաքներ անցավ, լեռներ ու դորեր աղոտքներ շուրթին ուշ տալիս մտքին, որ կերտի այոտ ոսկի տարվեր։ Նա գիրեր գին է փրկություն, տարն է մեր զենք ու վահան, որ պիտի պայր մեր ընկություն, դա է խորքից դեպի ապագա։ Երերքին գլսեմ նրասում պախոսքը, մի բակ տեսին իչան բացար, քարի վրա գրվեց ասածայի ձերքով։ Այո, այդուվեր մեր ոսկեվար։ 36-ի որ արվածում դարձան այդ պահին պչկարար ամեն տաղմիգան շողշողը մերիքնության սուրբ հիմնակար։ Ով մեծ վատպետ, ով լուսյան ճար, կոբոր ծանվայ ու պարավոր, կեզնով ենք մենք այ, կեզնով ենք զոր, կեզնով ենք պարտանում որջաբար։ Տեսիքից է ծնվետ արայեմ էր, ավերավ է ծնվետ արայեմ էր, հրդվեր են դասեր երկադարակի, կատակին են Քարերն են գրվետ աղերեմ էր, և պոսեն ջուջելի ատոներ, կատակին է տվետ տաղերեմ էր։ Հեկու լեդուս իրենց հերով պիտի խոսեն իմ հալետով, հեկու սիրտս խացեն հետո պիտի խոսեն կանդով։ Մուտ տարեր են, ժամանակների, օտարն են տինում ամելում, հաց խոսքը դարձել են խավարի, կործնում են նայլում զրում։ Երբ խավարներից է սահմանալերների և թշնամի եկել էր մեր օջախը մարելու, և հույսը թվում էր մարած, և հենց այդ պայն հայտնվեց նա, ձերքին բալատակ էր թուրք հեծակին, կարտակի պես, Դավիթն արտվի բեմ անվախսլացած թշնամու դեմ, դառնալով իր ժողովրդի և հայրենի սասունի զոր պաշտպանը։ Հապապ Դավիթ զենք ու զրա, կավեց գոտին, թուրք հեծակին, խաչն էր իր հաղթպասքի վրա, ելավ, հեծավ առուց հորձին, հորձին հեծավ ու մտրակեց։ Ով քնած եք, արթուն կացեք, ով արթուն եք, ելեք, կեցեք, ով կեցել եք, զենք կապեցեք, զենք եք կապել, ձի թամբեցեք, ձի եք թամբել, ելեք, էցեք, հետո թամբել եղեք գնաց, Դավիթ գողով եկավ գնաց։ Ասավ ելավ ու հոթորկեց, թրավ ցոլած թավթի հուզին, ձիմ հոթորկեց, փայլատակեց, ու ցած իջավ թուրքեծակին։ Մելիք, ասավ, թափ տուրն քեզ, ու թափ տվավ մելիքն իրեն, միջից եղավ ճշտել ուտես, մելիք ապտես մելիքսին։ Դարձեք եկած ճանապարհով, ձեր հայրենի հողը մսրա, բայց թե միներ զենք ու զորով վեր եք կացել դուք մեզ վրա, կնեն հորում քարսուն գազղոր, թե ջաղացի քարի տակին, քելնեն ձեր դեմ ինչպես էսօր, սասմա Դավիթ, թուրք կայծակին։ Այսօր նորից եմ էծե, դավթի կաշ թորն եմ ես, զայնը սարոծում եմ ծմերի խնդրում եմ կեզ, բայց իշացի դու որտերից լինես, չէ որտեր դարեր առաջ, իղաշջից երկու կես։ Պատրաստ մնամ եք էտիս մինոր մելիք բուզեն, ելավ խրկին վրա ասավ երներ սիրեն ուզեն։ Պատրաստ մնամ, որ նրա դեմ ելնեմ իմ պապի պես, ինքս էլ անեմ ճիշտ երկու կես։ Իդես աշխարում, ոչ ոք չիրախի, ես հավատոն եմ սասուցի դավթի, իդես աշխարում, ոչ ոք չիրախի, ես հավատոն եմ սասուցի դավթի, երկնքի վրա, հավը չրեն, արար աշխարի,
Իմ հայրենիք, իմ տատիկն է, հեքիաթ ասած, իմ պապիկն է, իմ արջուկն է, իմ ջութակն է, իմ պատեծին ու թութակն է։ Իմ հայրենիք, իմ սահակն է, իմ խաղնգեժի սահակը, երկիկ հասնով վարդի ծարն է, որ ջունապատ է, մասի սարն է։ Իմ հայրենիք, իմ սեվան է, նվատն ու երևան է, հեքիաթներն են զումաններ, հերակները Հայաստան։
Եվ այդ տունն է, որ շինել է պապուս պապը, անդուր ջանքով ու տանջանքով քար է դրել քարի վրա, դար է դրել դարի վրա, և քրտին քթուղ ճակատին ձուլեր էր նա պատը պատին։ Էլ ոչ մի հուր, էլ ոչ մի սուր չի մտնելու, իմ նոր տունը չի ջնջելու, իմ անունը, ազգանունը, իմ լեզուն ու այբուբենը, ուրիշ խոսքով այն է ամենը, որը ամուսյունն եմ տա և յասին կոչվում է Հայ ու Հայաստան։ Եվ ես ման դամ պատի նոր քայր պիտի դնեմ, նոր դայր պիտի դնեմ, որ գնալով ժանա, ծրացակի ու նորանա, որ միշտ պայի իմ անունը, ազգանունը, իմ այլուսում, այբուբենը, ուշ խոսքով այն ամենը, ինչ կյանքն ու խորհուրդն է տան, և միասին կոչվում է Հայ ու Հայաստան։ Տարկեջին, շշուկով պորտես կողնիկ է բոցարկում, իսկ այս սեջուտը սպիտակ է, այս սպասում է մեզ։ Մենք այնպես պիտի սովորենք, այնպես երենք մեր հայերենիքը, նրանք տարտակետ են եկում է մեր անունը մեր ու սավակ գործերով։ Խոտանում է լինել մեր նահին դարաջան, մեր գնալակ լագույն հայրուշներ, լագույն հայրուշներ, լագույն հայրուշներ, ու լասնենք Չդասնենք մեր երկիրը։ Մերի մամա, օր է եկելու, մեր երկիրն ենք շենացնելու, ինչպես տվեք դառնան, մեր որդով ենք հայլելու, ահա մեր նեսաները պագա եթրեն, շերմակ խալատ եմ հակնում, հիվաններ իմ բուժում իշոքնում, ուսուցիչ եմ ես տեսել, վերենք կատար սովորենք, սպիտակ սիրում եմ խեղդերով, ջերմակ մատքում գագնոցերով, խանութում ենք աշխատում, համեղ ապուսակում, ես վարսակի եմ աչաչի, Մարտակասիանի եմ ես եմ ուծրատներ, ունեմ նորմոնատր ճաշակ։ Մենք վաղվա օր է եկելու, մեր երկիրն ենք շենացնելու, իսկ ոսկերը դառնան, մենք որդով ենք հայլելու, Աշխարհն հայրենիքի, համազ ես եմ միշտ կրում, ոստիկանները մեր քաղաքում, գործերի կարգն եմ հսկում, ես եմ տետավարնեմ, այնտեղերի փոքրիշ սերևարեմ, աշխարհում են մորիքները,
սրտի պես խոր, հայրենի իմ հող, ապկում բարիքի, բույրի ու պետքի լույս դարձած լույսեր։ Իմ հրաշ կերկիր, իմ սրտից պոպված առաջին բառս, մի հատիկ զավանքանք վին ու ճորս, դու մի բուր, մի ապ, դու մի սրտի չապ։ Հարգելի ներկաներ, մենք ականատեսը եղանք թոթովախոս պայծառ միջոցառման։ Կեցեք երեխաներ, շնորհակալություն այս հրաշալի րոպեների համար։ Բայց ուզում եմ մինչև ձեզ շնորհակալություն հայտնելը, բոլորս շնորհակալություն հայտնենք մեր բոլորիս պապիկին։ Ով է նա։ Մեսրոպ Մաշտոցը։ Այո, մենք քանի գոյատևում է հայ ժողովուրդը, պետք է շնորհակալ լինենք Մեսրոպ Մաշտոցին։ Եվ իհարկե շնորհակալություն ձեր դասվար, ձեր շատ սիրելի ընկեր Սաֆայանին, ձեզ համար այս հրաշալի օրը կազմակերպելու համար, շնորհակալություն ձեր ծնողներին, որ ոչինչ չեն խնայել ձեր օրը պայծառ ու գեղեցիկ դարձնելու համար։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ տաղաճանակ լինելու կապակցությամբ։ Իսկական զինվորներ սպասան, Սիրելի փոքրիկներ, սիրելի ծնողներ եւ ուսուցիչներ, իսկապես այսօր պահը անմոռանալի է։ Տոնն է մեր դպրոցում, որովհետեւ մեր փոքրիկները դրա ճանաչ են, ինչպես իրենք նշեցին, մի քայլ առաջ են։ Եվ այսօրվա րոպեները այնքան հուզումնարարելով խոստացան հայրենիք, սեր, Մաշտոց, բոլորին մեր մեծանուն հայրենասերներին հիշեցին եւ խոստացան, որ պիտի լինեն մեր ապագա զինվորները, ինչպես Մաշտոցն է ստեղծել մեր այգիների ոսկեղենի տարրերը։ Շնորհակալություն։ Մեր շատ սիրելի աշակերտներ, հարգելի ներկաներ, ամբողջ միջոցառման ընթացքում նայում ու կրկին անգամ համոզվում եմ, որ իրոք մեր ապագան հուսալի ձեռքբերում է, քանի որ այնքան խրող, այնքան հպարտ էին, ես հայ եմ, Հայաստան էին ասում, որ իրոք վստահ եմ, որ
ապական իրոք ձեռքերում է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Իգեր Սաֆարյանին նման հայրենաշունչ միջոցառում կազմակերպելու եւ մեզ անկրկնելի պահեր պարգևելու համար։ Մեծ տոնի կապակցությամբ, քանի որ իրոք այսօր իրենց համար մեծ տոն է, որովհետև մեր փոքրիկներն արդեն գրաճանաչ են։ Դեռ ամիսներ առաջ մեր փոքրիկները երկչոտ քայլերով մտան դպրոցի դռնից, իսկ այսօր ձեր առջև կանգնած են փոքրիկները որպես գրաճանաչ հայրենիքներ։ Մեր միջոցառման խորագիրը կրում է կյանքի ճանապարհ եւ դա պատահական չէ տրված։ Մեր այբենարանը վերջացնելը դադար վերջը չէ, դա նոր ճանապարհի, մեծ եւ լուսավոր ճանապարհի սկիզբ է։ Ճանապարհ, որ կերտվել է դեռևս մեր նախահոր Հայկ Նահապետից մինչև մերօրյա զինվորներն ու հերոսները։ Ճանապարհ, որ ողողված է եղել Մեսրոպ Մաշտոցի սուրբ գրերով։ Ճանապարհ, որ զարդարված է եղել մեր հայրենի հայոց գոհարներով, տաճարներով, երգերով եւ մեր հանճարներով։ Մեր երեխաները այսօր ապացուցեցին, որ ոչ միայն պետք է լավ սովորեն, այլ պիտի պահպանեն այն արժեքները, որ դարեր շարունակ մեզ հայ է պահել։ Սերը, գիտելիքը, ընտանիքը եւ հայրենիքը։ Սիրելի փոքրիկներ, ձեր մեծ աշխարհին, նոր ճանապարհին դուք կհանդիպեք եւ արևոտ օրերին, եւ մարտահրավերին, սակայն հիշեք ձեր այսօրվա խոստումը։ Հիշեք մեր տառերի ուժը, որ տառերն են ձեզ տվել ուժ, եւ միշտ քայլեք ձեր գլուխը բարձր։ Սիրեք, սովորեք, սիրեք գիտելիքը, սիրեք աշխատանքը եւ դրանով շենացրեք մեր հայոց աշխարհը։ Սիրելի երեխաներ, շնորհավորում եմ այսօր բոլորիս եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր ներկաներին կիսելու մեր այս գեղեցիկ պահերը։ Շնորհակալություն։ Ուզում եմ, քանի որ մեր փոքրիկներն արդեն գրաճանաչ են, նրանց գրաճանաչության վկայականները հանձնել։ Մինասյան Նարեկ։ Սաֆարյան Մանեկ։